Բարոն նախագահ, ձեր կառավարման տարիներուն ընթացքին հայրենիք սփյուռք հարաբերությունները դեսանելի զարգացան, սկսավ հայրենադարձության ալիք, եղան բազմաթիվ ներդրումներ, ինչով պայմանավորված էր այդ մեկը, ինչպիսի քաղաքականություն որտեղ գրված էր այդ տարիներուն եւ արդյոք գար հադուկ սփյուռքի միտված քաղաքականությունը։ Կարող եմ ուղղակի բացատրել, թե ինչ տրամաբանությամբ է շարժվում, հատկապես նախագահ ընտրվելուց հետո հետևյալն էր տրամաբանությունը։ Փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում եւ պետք է հասկանանք, թե ինչ առավելություններ մենք ունենք եւ ինչն է մեզ տարբերում մեր հարևաններից կամ այլ երկրներից։ Եվ հասկանալի է, որ մեզ էապես տարբերվում է մյուսներից սփյուռքի առկայությունը, որ Հայաստանից դուրս ապրում ենք կրկնակի ավելի հայեր, քան Հայաստանի ներսում։ Հիմա սա առավելություն է, թե հակառակ, իհարկե առավելություն է։ Ուրեմն այդ առավելությունը Հայաստանի օգտի եւ հայ ժողովրդի օգտի կիրառելու համար պետք է մշակել քաղաքականություն, թե ինչ անել, որ այդ սփյուռքի առկայությունը աշխատի մեր ընդհանուր հզորության համար։ Իսկ այնքան պարզ տրամաբանություն է, որ ուղղակի ուրիշ բան փնտրել պետք չի։ Ժառանգել է բավական տխուր իրավիճակ, երբ կար կոնֆլիկտ, հատկապես դաշնակցություն, իշխանություն եւ սփյուռքի հարաբերությունները ինչ-որ չափով թունավորված են։ Պետք էր այդ ամենը շտկել, որոշումը շատ պրագմատիկ էր։ Ուղղակի մշակել քաղաքականություն, որը հասկանալի կլինի եւ Հայաստանի ներսում եւ սփյուռքում, եւ հաջողվեց։ Անունը դրել ենք համահայկական նախաձեռնություններ, ես ուղղակի հիշեցնեմ, հարաբերությունները ճշտելու առաջին քայլը եղավ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Որոշել ենք անպայման հրավիրել բոլոր կազմակերպությունները հայկական, ընդհանրապես կազմակերպած սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին ներկայացվել եւ մի կարևոր հանգամանք չփորձել ղեկավարել սփյուռքը։ Այդ փորձել սփյուռքի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություն հանդիսացող կետեր եւ այդ կետերի շուրջ գալ պայմանավորության եւ միասնական առաջ շարժվել։ Ես համոզված եմ եղել, որ սփյուռքը բազմազան է, տարբեր երկրների ազդեցությունը կա նաև այդ սփյուռքի վրա, եւ երբ փորձեինք ստեղծել մի կառույց, որը այսպես ասենք, կսկսեր կառավարել կամ փորձեր կառավարել սփյուռքը, մենք այնպայման լարվածություն կստեղծեինք։ Իսկ ընդհանուր շահերը ինչի մեջ է, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որը հետաքրքիր լինի սփյուռքի համար, որը հպարտության առարկա լինի սփյուռքի համար։ Հայաստանի հետաքրքրությունը նաև սփյուռքի տնտեսական ներուժը, սփյուռքի փորձը, սփյուռքի կապերը աշխատեն Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար։ Եվ սա այնքան ակնհայտ է, որ ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչու այս պոտենցիալը չէր օգտագործվում, ինչ է։ Հետո սկսեցին այլ նախաձեռնություններ, դա համահայկական խաղերն է, մեկ ազգ, մեկ մշակույթ փառատոնն է, ու այսպես շարունակ։ Բայց, սենց ասեմ, մի քիչ միգուցե չբարդացնելով թեման, նպատակը փող շահավետ համագործակցություններ սփյուռքի։ Փող շահավետ։ Եվ սփյուռքը անմիջապես ընկալեց եւ ներգրավվեց։ Եվ շնորհակալ եմ սփյուռքին դրա համար։